օգոստոսի 8-ի համաձայնագիրը, նաև թրիպի հետ կապված գործընթացները, նաև զեկույցում նշվում է եվրոպարտատոմսերի թողարկումը, սրանք բոլորը այնպիսի գործընթացներ են, որոնք արդեն մեկ քայլ բարձրացնում են ոչ միայն վարկանիշը, այլ նաև զարգացման հեռանկարները, նաև միջազգայնացման ու համագործակցության հեռանկարները։ Ֆինանսների նախարարը հատկապես կարևորում է վարկի կայունության շեշտադրումը, նշելով, որ այդ թեման հաճախ շահարկումների առիթ է դառնում։ Նրա խոսքով Ֆիչի գնահատականը ևս մեկ անգամ հաստատում է, որ վարկի մակարդակը եւ սպասարկումը գտնվում են կառավարման տիրույթում, իսկ Հայաստանի իրական գնահատականը տալիս են ներդրողները։ Մենք շարունակաբար վերջի 1-2 տարիների ընթացքում եւ հիմա նույնպես տեսնում ենք, թե ինչպես են միջազգային ներդրումային ընկերությունները ոչ միայն ներդրումներ կատարում մեր արտարժութային պարտատոմսերում, այլ նաև ներդրում են կատարում տեղական պարտատոմսերում, ինչի վկայությունն է վերջի շրջանում մեր գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների շեշտակի նվազումը։ Սոս Խաչիկյանի կարծիքով սա կարևոր ուղերձ է մասնագիտական հանրույթին եւ միջազգային խաղացողներին եւ հնարավոր է հաջորդի վարձանագրվի նաեւ վարկանիշի բարձրացում։ Շատ կարևոր է, որ նմանատիպ խոշոր միջազգային կառույցները արդեն շատ ավելի դրական սպասումներ ունեն Հայաստանի տնտեսության, Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականության եւ այս շրջանակում կատարվող բարեփոխումների նկատմամբ։ Իսկ բարեփոխումների համատեքստը եւ բարեփոխումների